Օսմանյան կայսրությունում պետական պաշտոնյաների ընտրության ժամանակ հաշվի էր առնվում ոչ թե անձերի արժանինքներն ու կարողությունները, այլ նրանց ազգային եւ կրոնական ծագումը։ Գրեթե ողջ պաշտոնեությունը, զինված ուժերը, ոստիկանությունը եւ դատական մարմինները կազմված էին մահմեդականներից, մեծամասնությամբ օսմանցի թուրքերից։ Իրենց վերապահելով իշխողի դերը, նրանք երկրի ամբողջ տնտեսական դաշտը թողել էին ոչ թուրք տարրերին։ Օսմանցի թուրքերը քաղաքակրթական այն մակարդակի վրա չէին գտնվում, որպեսզի կարողանային վարել եւ զարգացնել երկրի տնտեսությունը։ Ուստի ստիպված էին օգտվել իրենց գրաված երկրների բնիկ ժողովուրդների փորձառությունից։ Հայերը, որ առաջավոր Ասիայի քաղաքակրթության հնագույն կրողներն էին, Օսմանյան կայսրության մյուս հպատակ ազգերի հետ ավելի քան 5 դար տքնեցին կայսրության տնտեսությունը բարգավաճ պահելու համար։ Զրկված լինելով զինվորական եւ վարչական գործունեության հնարավորությունից, Օսմանյան պետության մեջ առևտուրն ու արհեստները դարձան այն թույլատրված ասպարեզները, որ հայերը կարող էին փոքրիշատե ազատ կերպով դրսևորել եւ զարգացնել իրենց ցեղային ունակությունները։ Սուլթաններն իրենց գրաված քաղաքներում անմիջապես հայեր էին բնակեցնում։ Սուլթան Մոհամմեդ Ֆաթիհը իր հաղթական ոտքը Կոստանդնուպոլիս դնելուց քիչ անց ավերված քաղաքը վերաշինելու եւ գեղեցկացնելու նպատակով հրամայեց հայ արհեստավորներ եւ առևտրականներ տեղափոխել մայրաքաղաք։ Հայ շինարար բասկի եւ ճարտար արհեստավորների եւ առևտրականների կարիքը պետք է զգային Սուլթան Ֆաթիհի հաջորդները եւ պարբերաբար հայեր տեղափոխեին Կոստանդնուպոլիս։ Օսմանյան կայսրության կազմավորումից դեռ շատ առաջ հայերն արևելքի եւ արևմուտքի հետ կատարված առևտրում մեծ դերակատարություն են ունեցել։ Առևտրի ասպարեզը նորություն չէր հայերի համար։ Կոստանդնուպոլիսը, որ առևտրի մեծագույն կենտրոնն էր, իրեն էր ձգում խիզախ եւ ճարպիկ հայ վաճառականներին։ 15-րդ դարից Կոստանդնուպոլսում սկսեցին բազմանալ հայ առևտրականների խանութները, առանձին շուկաները, խաներն ու վաճառատները։ Միջերկրական եւ Սև ծովերից դեպի Իրան եւ Հնդկաստան տարանցիկ առևտուրը հիմնականում կատարվում էր հայ վաճառականների կողմից։ Կայսրության մյուս տնտեսական կարևորագույն կենտրոնի Զմյուռնիայի հայ առևտրականները կապված էին եվրոպական երկրների հետ։ Այստեղից ամեն օր հայկական քարավաններ էին ուղղվում Պարսկաստան եւ ասիական մայրցամաքի այլ երկրներ։ Հայ առևտրականներից գանձվող մաքսահարկերը կազմում էին սուլթանական գանձարանի եկամտի կարևորագույն աղբյուրներից մեկը։ 16-ից 19-րդ դարերում հայ վաճառականները մեծ նպաստ են բերել Օսմանյան կայսրության առևտրի զարգացմանը, Ասիայի եւ Եվրոպայի ապրանքափոխանակության։ 16-րդ դարից Կոստանդնուպոլսում կենտրոնացած էր հայ չելեպիների եւ ամիրաների դասը։ Այս պատվանուններն էին կրում գավառից մայրաքաղաք տեղափոխված ձեռներեց անհատներ, ովքեր տեր էին դարձել մեծ հարստության եւ պաշտոնական աշխարհում ձեռք բերել կշիռ եւ հեղինակություն։ Հայ չելեպիններն ու ամիրանները աստիճանաբար մոտեցան գահին եւ արհեստապետի համեստ պաշտոնով տեղ գրավեցին արքունիքում, որը փակ աշխարհ էր քրիստոնյաների համար։ 18-րդ դարի կեսերից սկսած նրանք սկսեցին վարել կայսրության կարևոր գերատեսչությունները։
Տյուզյանները նկարչության եւ ոսկերչության մեջ բացառիկ դիրք գրավելով սերնդեսերուն դարձան արքունի ոսկերչապետերը։ Նրանց վստահվեց դրամահատության ամբողջ գործարանը եւ փողերանոցը, ուր կենտրոնացած էին տերությանը պատկանող ոսկու եւ արծաթի պահեստները։ Տեմիր Չիպաշյան տողմի անդամները վարում էին արքունի նավաշինական ձեռնարկության եւ թնդանոթարանի վերատեսչի պաշտոնները։ Տատյան Գերդաստանի սերունդները ղեկավարում էին կայսրության ռազմական արդյունաբերությունը։ Հարփյարյան ամիրայական տունը երկար շրջան վարում էր Կապան մատենի արծաթի հանքերի վերատեսչությունը։ Հիմնականում հայ վաճառականներն էին արքունիքի, պետական ձեռնարկությունների եւ բանակի ընդհանուր կարիքների մատակարարները։ Արհեստավոր ամիրաներից առավել բազմաթիվ էին հայ վաճառական ամիրաները, ովքեր հայտնի էին Սարավ, Սեղանավոր, Բանկիր անուններով։ Վարկեր տրամադրելով զինվորական եւ պետական գործիչներին, առևտրական ընկերություններին եւ պետական գրասենյակներին, նրանք կատարում էին այժմյան դրամատների դերը։ Մինչև 1853 թվականը դրամատների ստեղծումը կայսրության դրամագլխի մեծագույն մասը ների ձեռքում, նրանք էին վարում կայսրության ֆինանսական քաղաքականությունը։ Քանիցս երկիրը փրկել են տնտեսական տագնապներից, սնանկության մատնված պետության ֆինանսական համակարգում բարեփոխումներ մտցնելով։ Տասնիններորդ դարի կեսերից Ղրիմի պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունը իր դռները բացեց Եվրոպայի առջև, հայերը պատրաստ էին կարևոր դեր կատարելու կայսրության եւ Եվրոպայի միջև։ Հայ վաճառականները տիրապետում էին եվրոպական լեզուներին եւ եվրոպական առևտրի մեթոդներին։ Այդ իսկ պատճառով կարողացան դառնալ թուրք-եվրոպական առևտրի միջնորդներ։ Թուրք-եվրոպական առևտրի մեջ գլխավոր բաժինը պատկանում էր հայ վաճառականներին։ Բազմաթիվ հայ առևտրականներ, չգոհանալով եվրոպացիների կողմից ներկայացված ապրանքների ընտրությամբ, իրենց կապերը հաստատեցին Եվրոպայի արդյունաբերական կենտրոնների եւ առևտրական ընկերությունների հետ։ Նրանցից շատերը նույնիսկ հաստատվեցին եվրոպական քաղաքներում, գրասենյակներ բացեցին եւ մասնաճյուղեր հիմնեցին։ Նեղ գտնելով Օսմանյան կայսրության շուկան, սկսեցին դիրքեր գրավել միջազգային առևտրում։ 19-րդ դարի կեսերից հայ առևտրականներին նկատելի հոսանք սկսվեց գավառային քաղաքներից դեպի Կոստանդնուպոլիս, Զմյուրնիա եւ ծովամերձ այլ քաղաքներ։ Այս տեղափոխությունները զորացրեցին հայերի դիրքը կայսրության տնտեսական կյանքում։ Կոստանդնուպոլսի եւ Զմյուրնիայի հայկական առևտրական տները դարձան անմրցելի հաստատություններ։ Եվրոպական դրամագլխի եւ գործարանային արտադրությունների մուտքով կարճ ժամանակահատվածում հայերի տնտեսական վիճակի մեջ արագ բարելավում տեղի ունեցավ։ 1908 թվականին հայի տնօրինությամբ հիմնվեց Օսմանյան բանկի մասնաճյուղը, Հայ բանկան, որը մեծապես դյուրացրեց հայ առևտրականների դրամական գործառնությունների իրականացումը։ Չկար առևտրի միջուղ, ուր մուտք գործած չլինեին հայերը։ Փոքրաքանակ թե մեծաքանակ, մանր թե մեծ գործերում նրանք ուշագրավ դիրքեր էին գրավել։ Կոստանդնուպոլսում եւ այլ քաղաքներում, կերպասեղենի, հագուստեղենի, կոշիկի եւ նման այլ մանր առևտրի մեջ, ամեն կողմ թե թաղերի եւ թե առևտրի կարևոր կենտրոններում հայերի բազմաթիվ խանութների կարելի էր հանդիպել։ Հայերը տեր էին դարձել բազմաթիվ ճաշարանների, սրճարանների, հյուրանոցների։ Կոստանդնուպոլսի բարձրակարգ ամենաարդիական հյուրանոց-ռեստորանը պատկանում էր Մկրտիչ Թոքատլյանին։ Այսպիսով հայ վաճառականները գերիշխող դիրք գրավեցին կայսրության թե ներքին եւ թե արտաքին առևտրում։ Նրանք ոչ միայն մեծապես օժանդակել են երկրի տնտեսության զարգացմանը, այլև նպաստել Օսմանյան կայսրությունում եվրոպական քաղաքակրթության ներթափանցմանը։
Առևտուրն իր բնույթով միջնորդություն է արտադրողի եւ սպառողի միջև եւ չի կրում արտադրողի ստեղծագործ եւ տքնաջան աշխատանքի ծանր բեռն ու հոգնություն։ Այդ միջնորդի դերը հաջողությամբ կատարելով հանդերձ հայերն առաջնակարգ դիրք էին գրավում նաեւ երկրի արտադրության մեջ։ Իրենց արտադրանքի բարձր որակով աչքի էին ընկնում եւ մեծ հռչակ ունեին հայ արհեստավորները եւ չկար արհեստ, որ նրանք չփայլեին։ Հայ արհեստավորներին անդրադառնալիս առաջին հերթին պետք է հիշատակել շինարար վարպետներին, ճարտարապետներին, քարակոպներին, որմնադիրներին, ովքեր դարեր շարունակ մեծապես նպաստել են Օսմանյան երկրի շինարարական ձեռնարկներին։ Նրանք կառուցել են հանրային շենքեր, պալատներ, մզկիթներ։ Հայերի կողմից է կառուցվել Հայդար Փաշա Բաղդադ երկաթուղու հիմնական հատվածը։ Պետական շինարարությունը, Արքունի ճարտարապետությունը սերնդեսերունդ գտնվում էր Պալյան Գերդաստանի պատասխանատվության տակ։ Այս բացառիկ ընտանիքի 9 անդամներ շուրջ 2 դար իրար հաջորդելով վարեցին Արքունի ճարտարապետի պաշտոնը եւ Կոստանդնոպոլիսը զարդարելով հրաշագործներով իրենց բարձր արվեստի կնիքը թողեցին սուլթանների մայրաքաղաքի վրա։ Պալյաններից առաջ Սինան մեծից սկսած Արքունի հայ ճարտարապետների մի ամբողջ շարան է եղել Կոստանդնոպոլսում։ Հովանես Ամիրա Սերվերյանը, Պողոս եւ Կիրակոս Օտյանները նույնպես վարել են Արքունի ճարտարապետի պաշտոնը եւ իրենց տքնության բաժինը բերել երկրի շենացման գործին։ Գորգագործությունը մուտք է գործել երկիր եւ զարգացել հայերի միջոցով։ Հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն Օսմանյան կայսրության հպատակայերի մասին գրել է, որ նրանք գործում էին ամենանուրբ եւ ամենագեղեցիկ գորգերը։ Առհասարակ բոլոր արհեստները, որոնք ծաղկել են Օսմանյան կայսրությունում, ինչպես օրինակ գորգագործությունը, Թուրքիա անունով է հիշվում Եվրոպա։ Սակայն այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն բոլոր գորգերը, որոնք հայտնի են փոքրասիական գորգեր անունով, պարզապես հայկական ձեռագործներ են։ Գորգագործությունը հայի նախընտրած արհեստներից մեկն էր։ Կայսրության զանազան քաղաքներում հայերի գործած գորգերը մեծ համբավ ունեին համաշխարհային շուկայում։ 19-րդ դարից սկսած նրանք զարկ տվեցին գորգի արտադրության։ Երկրում մեծ հռչակ ունեին հայ զինագործ վարպետները։ Զինագործության կենտրոններից էին Զեյթունը, Սասունը եւ Կարինը։ Կարնեցի զինագործները դարեր շարունակ զենք են մատակարարել Օսմանյան բանակին։ Քիչ չեն եղել Արքունի հայ զինագործները, ովքեր զենքեր էին պատրաստում սուլթանների համար։ Նրանցից շատերի գործերն այսօր պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Կային արհեստներ, որոնք կարծես թե բացառապես հայերին էր վերապահված։ Դրանցից մեկն օրինակ ատաղծագործությունն էր եւ մանավանդ կահույքագործությունը։ 19-րդ դարի 60-ական թվականներին նշանավոր էր կահույքագործների Քեմհաչյան Գերդաստանը։ Գալհուստ Քեմհաչյանը առաջինն էր կայսրությունում, ով Կոստանդնոպոլսում հիմնեց կահույքի գործարան։ Այստեղ արտադրված որակյալ նրբաճաշակ կահույքը զարդարում էր կայսերական պալատները։ Կահույքագործության մեջ Քամհաչյան ընտանիքը բացառություն չէր։ Հետագայում այդ գործին զարկ տվեցին ուրիշ հայ վարպետներ, հիմնելով փայտամշակման եւ կահույքի տարբեր գործարաններ։ Խեցեգործությունը կայսրություն մուտք է գործել 15-րդ դարում Քյութայիայում հաստատված հայերի կողմից։ Պարսկաստանից գաղթած հայ արհեստավորները զարգացման նոր որակ էին տվել հաղճապակու արտադրությանը։ 18-րդ դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր ուղեգրության մեջ նշում է, որ Քյութայիայի 3 հայկական թաղերի բնակչությունը զբաղված է հաղճապակու արտադրությամբ։ Քյութայիայի խեցեգործության մեջ առաջնահերթ էր դեկորատիվ սալիկների պատրաստումը,
որոնք կիրառվել են հայկական, հունական եկեղեցիները և օսմանյան մզկիթները զարդարելու համար։ Քյութայիայի խեցեգործության կարևոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս էին գալիս համաշխարհային շուկա։ Հին ժամանակներից ի վեր հայերի նախընտրած արհեստներից էր ոսկերչությունը։ Ոսկերչության կարևոր կենտրոններից էին Կոստանդնոպոլիսը, Վանը և Կարինը, որոնք անվանի էին դարձել իրենց ոսկերիչներով։ 18-րդ դարի թուրք պատմագիր Էվլիա Չելեպին իր ուղեգրության մեջ Կարինո հայ ոսկերիչների մասին գրում է, որ նրանք աշխարհի ամենաճարտար վարպետներն էին։ 18-րդ և 19-րդ դարերում Կոստանդնոպոլսի ոսկերիչների դասը գրեթե ամբողջովին բաղկացած էր հայերից։ 1806 թվականի սուլթանական մի հրովարտակում հիշատակվող 17 լավագույն վարպետ ոսկերիչներից միայն մեկն էր հույն։ Իրապես երկրում ոսկերչությունը հայերի մենաշնորհն էր։ Երկրի սահմաններից դուրս էր եկել հայ արծաթագործների, ոսկերիչների և ակնագործների հռչակը։ Նրանց արտադրանքը իր որակով գերազանցում էր եվրոպականին։ Հայ ոսկերիչները միաժամանակ թանկարժեք քարեր և մանավանդ ադամանտ մշակող լավագույն արհեստավորներն էին։ Հայերն այս արհեստի սկզբնավորողներն էին երկրում։ Ադամանտ մշակող հայ վարպետները չէին զիջում Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի իրենց արհեստագիտներին։ Ժամագործության մեջ հայերը նույնպես լավագույն արհեստավորներն էին։ Հայ ժամագործների մեջ նշանավոր էր մեծանուն երգահան Տիգրան Չուխաջյանի հայրը, Գևորգ Չուխաջյանը, ով Սուլթան Մեջիդի արքունի ժամագործապետն էր։ Նա հնարել է երգող ժամացույց։ Իր վարպետությամբ հայտնի էր նաև ժամագործ Մկրտիչ Գալֆայանը, ում հնարած մեծ ժամացույցը լարվում էր 10 տարին մեկ անգամ։ Նա մեծ հռչակ է ունեցել նաև որպես ոսկերիչ։ Պատրաստել է օսմանյան զինանշանը։ Եղել է Սուլթան Մահմուդ II-ի ոսկերիչը։ Զիլչյան գերդաստանի անդամները շուրջ 3 դար բարձրորակ ծնցղաներ են պատրաստել և հռչակվել ամբողջ աշխարհում։ Այս գերդաստանի նախահայր Գրիգոր Զիլչյանը 17-րդ դարում ծնցղաների պատրաստության արհեստը սովորել է Չինաստանում, իսկ այնուհետև կատարելագործել այն իր հնարամտության և գյուտարարական տաղանդի շնորհիվ։ 19-րդ դարում Քերովբե Զիլչյանը Անգլիայում ներկայացրել է իր ծնցղաները։ Ավստրիացի երգահան և խմբավար Յոհան Շտրաուսը պատվիրել է այդ ծնցղաներից, նշելով, որ դրանց Երևան գալով լրացրել է իր նվագախմբի հարվածային գործիքների ակնհայտ պակասը։ Զիլչյանները 1914 թվականին ունեին ծնցղայագործության 2 գործարան։ Զիլչյանները իրենց ծնցղաներով բազմիցս մասնակցել են համաշխարհային ցուցահանդեսների և շահած մրցանակներով ու շքանշաններով փառք բերել օսմանյան երկրին։ Զիլչյան փորագրությունը կրող ծնցղաները այսօր գործածվում են աշխարհի բազմաթիվ սիմֆոնիկ, փողային և էստրադային նվագախմբերում։
Կոշկակարությունը կայսրություն է մուտք գործել կրկին հայերի կողմից։ Այս ասպարեզում թուրքերը նույնպես ունեին իրենց արհեստավորները, սակայն հայերը հետամուտ լինելով նորություններին եւ իրենց աշխատանքի կատարելագործմանը առաջնակարգ դիրք գրավեցին այս ասպարեզում եւ նույնիսկ գործարաններ հիմնեցին։ Կոշկակարությունից զատ դերձակությունը, որը նույնպես հայերի նախասիրած արհեստներից մեկն էր, իր զարգացումն է ապրել Պոլսում, Տարինում, Երզնկայում եւ երկրի այլ քաղաքներում։ Կարնո հայ դերձակները առաջնակարգ էին կայսրությունում։ Նրանք էին կատարում օտար վաճառականների եւ նույնիսկ կառավարության պատվերները։ Եվրոպական հագուստները երկրի քաղաքներ մուտք են գործել հայերի եւ հույների միջոցով։ 20-րդ դարի սկզբին հայերը հանդիսանում էին անգլիական նորաձևության տարածող վարպետները։ Հայ կինն իր բաժինն է բերել կայսրության մեջ արհեստների զարգացման գործին։ Հայ կնոջ ճաշակն ու ստեղծագործելու ձիրքը ի հայտ է եկել ժանյակագործության մեջ։ Եվրոպան այս աշխատանքները ճանաչում է հայկական ժանյակ տանթել Արմենիան անվանումով։ Այդ ժանյակները զարդարում էին սուլթանական հարեմի եւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կանանց հագուստները։ Ասեղնագործության մեջ իրենց աշխատանքներով նշանավոր էին այն թափի հայուհիները, ում ձեռակերտները քաղաքի անունով կոչվում էին այն թափի գործ։ Այս արհեստը տարածվել է Ուրֆայում, Մարաշում եւ այլ շրջաններում եւ դարձել շահութաբեր գործ։ Աբդուլլահ եղբայրները եղել են Օսմանյան լուսանկարչության հիմնադիրները։ Նրանք արքունի լուսանկարիչներն էին։ Գևորգ, Ստեփան եւ Վիչեն Աբդուլլահ եղբայրների վարկը շատ բարձր էր սուլտանի մոտ։ Աբդուլլահների մոտ էին լուսանկարվում Կոստանդնուպոլի ժամանած եվրոպական երկրների մեծանուն հայրերը։ Օսմանյան կայսրության ողջ երկրագործությունը, մանավանդ Արևմտյան Հայաստանի տարածքում, քիչ բացառությամբ գտնվում էր հայերի ձեռքում։ Այգեգործությունը, պարտիզպանությունը, մեղվապահությունը, շերամաբուծությունը զարգանում էր հայերի շնորհիվ։ 19-րդ դարում կայսրության մեջ երկրագործական նոր գիտելիքների առաջին տարածողները եղան Եվրոպայի երկրագործական համալսարաններում ուսանած հայ մասնագետներ Գրիգոր Աղաթոնը, Հակոբ Ամասյանը, Արամ Երամը, Երվանդ Աղաթոնը եւ այլն։ Նրանց նախաձեռնությամբ Պոլսում եւ երկրի այլ քաղաքներում հիմնվեցին երկրագործական եւ անասնաբուժական վարժարաններ։ Նրանք իրենց հրապարակումներով, պաշտոնական եւ մանկավարժական գործունեությամբ նպաստել են կայսրության երկրագործությունը գիտական նոր մեթոդներով զարգացնելու գործին։ Երկրագործության հետ կապված ասպարեզներից էր շերամաբուծությունը եւ մետաքսագործությունը, որոնց կարևորությունը երկրի համար հայերը վաղուց ըմբռնել էին եւ զարկ տվել այդ ասպարեզներին։ Պողոս Ամիրա Բիլեզիկյանը եւ Հակոբ Չելեպի Դյուզյանը 19-րդ դարի սկզբներին հայտնվեցին մետաքսագործության ասպարեզում, Պրուսայում հաստատելով մանարաններ։ Այստեղ արտադրված մետաքսը մեծ պահանջարկ ուներ թե ներքին եւ թե եվրոպական շուկաներում։ Երկրում մետաքսագործության ծավալմանը սատարել է Մկրտիչ Ամիրա Ճեզայիրլյանը, արդիականացնելով մետաքսի արտադրությունը։ Նրա ձեռնարկություններում արտադրված մետաքսը 1851 թվականին Լոնդոնի ցուցահանդեսում արժանացել է շքանշանի։ Երկրում շերամաբուծությունը եւ մետաքսի արտադրությունը մեծ թափ է առել Գևորգ Թորգոմյանի շնորհիվ, ով 1888 թվականին հիմնել է Պրուսիայի շերամաբուծական վարժարանը, որ 35 տարի շարունակ վարել է տնօրենի եւ ուսուցչապետի պաշտոնները։
Այստեղ բոլոր մասնագետ դասախոսները նույնպես հայեր էին։ Այս կրթական օջախի շնորհիվ երկրում կիրառվեցին շերամաբուծության նոր գիտական մեթոդներ, եւ թուրքական մետաքսը մեծ պահանջարկ գտավ Եվրոպայում։ Եվրոպական սարքավորումներով հագեցած էր ֆաբրիկատորյան եղբայրներին պատկանող 1870 թվականին Խարբերդում հիմնված մետաքսի գործարանը, որն իր տեսակով միակն էր երկրի ասիական մասում։ Այստեղ արտադրված որակյալ մետաքսը մեծ համբավ ուներ եվրոպական շուկայում։ Այն մրցանակներ էր շահել միջազգային ցուցահանդեսներում եւ իր որակով չէր զիջում Լիոնի համբավավոր մետաքսին։ Օսմանյան կայսրությունում տնտեսագիտությունը կիրառել եւ գիտական հիմքի վրա են դրել Սուլթան Աբդուլ Համիդ II-ի անձնական գանձերի նախարարներ Միքայել Փաշա Պորտուգալյանը եւ Հովհաննես Փաշա Սարգսյանը։ Նրանք կայսրության մեջ առաջին անգամ Մյուլքիեի բարձրագույն վարժարանում հիմնել են տնտեսագիտության եւ քաղաքատնտեսության ամբիոններ, ու երկար տարիներ դասավանդելով երկրի համար պատրաստել են մասնագետ սերունդներ։ Նրանք թարգմանել եւ հեղինակել են տնտեսագիտության մասին գրքեր եւ դասագրքեր եւ ստեղծել թուրքերեն մասնագիտական տերմիններ, որից զուրկ էր այդ շրջանի թուրքերեն լեզուն։ Հայերի տնտեսական եւ մշակութային գործունեության մասին հետեւյալ կարծիքն է հայտնել Թուրքիո Հանրապետության լուսավորության նախարար Համդուլլա Սուբհի Բեյը։ Հայերն իրենց ստորագրությունները դրել են հոյակապ մզկիթների, անզուգական հաղճապակիների, Էբենոսե ամենամյուրն զարդատուփերի վրա։ Նրանք նպաստել են ոչ միայն կայսրության տնտեսական զարգացմանը, այլև աշխատել են իրենց գեղագիտական ճաշակով երկիրը զարդարել։ Հայ ճարտարապետության կենտրոններից մեկի, Անիից, հայկական ոճի ազդեցությունը թափանցել է մեր երկիր եւ դրա դրոշը կարող ենք տեսնել մեր մզկիթների եւ մեր մեդրեսեների վրա։ Մեր օրերում իսկ ոչ միայն Բոսֆորի ափունքը պճնող պալատների վրա, այլ մեր դամբարանների, մեր շիրմակոթողների, մեր գլխի փաթթոցների, մեր գրպանի էմալազարդ ժամացույցների վրա, ամենտեղ, ամեն բանի վրա կտեսնենք կնիքը նրանց գեղագիտական տաղանդի։ Օսմանյան կայսրությունում հայերի նախաձեռնությունը զուտ վաճառականության եւ արհեստագործության մեջ չսահմանափակվեց։ Նրանք իրենց ճարտարությունը ցուցաբերեցին տնտեսության այլ ոլորտներում։ Գտնվեցին առևտրականներ, ովքեր եվրոպական սարքավորումներ, մեքենաներ փոխադրեցին երկիր եւ տեղում սկսեցին կազմակերպել եվրոպական որակ եւ արտաքին տեսք ունեցող ապրանքների արտադրություն։ Առաջիններից մետաքսի արդյունաբերության ստեղծումն էր երկրում, որը հայ առևտրականների նախաձեռնության արդյունքն էր։ 19-րդ դարում հայ-ամերայական գերդաստանները մեծ նպաստ են բերել երկրի պետական արդյունաբերության զարգացմանը։ Դրամահատության գործարանի վերատեսուչներ Տյուզյանները նոր ուղիներ են որոնել դրամի ավելի կատարյալ թողարկման եւ փորագրման համար։ Նրանք այդ նպատակով Եվրոպայից բերել են շոքու ուժով աշխատող մեքենաներ, որոնք գործի դնելու համար վաղօրոք Լոնդոն սովորելու էին ուղարկել մի քանի երիտասարդների։ Տատյանները մանուֆակտուրայի գործարաններ են հիմնել Նիկոմիդիայում, կարևոր ներդրումներ են կատարել երկրի երկաթագործական արդյունաբերության բնագավառում։ Վառոդի, կաշվի եւ թղթի գործարանները նոր սարքավորումներով հագեցնելու նպատակով Հովհաննես Տատյանը 2 անգամ մեկնել է Եվրոպա։ Նա մասնակցել է նաև Էյուպի տեքստիլի գործարանի,
Հերքերեի մետաքսի ֆաբրիկայի, Նիկոմեդիայի ձուլարանի կառուցման եւ վերասարքավորման աշխատանքներին։ Աստիճանաբար փոխվում էր կապիտալի բնույթը։ Առևտրական կապիտալը փոխակերպվում էր արդյունաբերականի։ 20-րդ դարի սկզբին օրինակ Արաբկիրում, որտեղ կտավագործությունը հայ ազգաբնակչության հիմնական զբաղմունքն էր, արդեն գոյություն ունեին մանուսայի 15, մանրաթելի 9 եւ սփռոցի եւ սավանի պատրաստման 18 ձեռնարկություններ։ Արդյունաբերության որոշ ճյուղերում նկատվում էր անցում նոր մանուֆակտուրային արտադրությունից դեպի գործարանային արտադրություն։ Կարինում, Վանում, Բաղեշում շալագործական, պղնձագործական եւ այլ ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում։ Օսմանյան կայսրության արդյունաբերության մեջ հայ տարրի գրավված դիրքի մասին է վկայում Գրիգոր Զոհրաբի Սեբաստիայի հայերի տնտեսական վիճակին նվիրված 1913 թվականին հրատարակված աշխատությունում տեղ գտած հետևյալ վիճակագրությունը։ Այս նահանգում գործող 150 ֆաբրիկաներից եւ արտադրական ձեռնարկություններից 130-ը պատկանում էին հայերին։ Այդ արդյունաբերական ձեռնարկությունների տեխնիկական անձնակազմը բացառապես կազմված էին հայերից։ Այստեղ աշխատող 17000 բանվորներից շուրջ 14000-ը հայեր էին։ Հայերի տնտեսական առաջընթացն ու զարգացումը տեղի էր ունենում երկրում տիրող կամայականությունների պայմաններում։ Նույն եկամուտն ունեցող թուրք վաճառականից պետությունը 3 անգամ պակաս հարկ էր վերցնում, քան հայ վաճառականից։ Կողոպուտներն ու կանխամտածված հրդեհները ավիրածության էին ենթարկում Վանի, Խարբերդի, Ադանայի եւ այլ կենտրոնների շուկաները։ 1908 թվականին իշխանությունները Խարբերդում բռնագրավեցին հայերին պատկանող արդյունաբերական ձեռնարկությունները։ Հակառակ իրենց դեմ գոյություն ունեցող հալածանքների հայերը շարունակում էին առաջնակարգ տեղ գրավել կայսրության տնտեսության մեջ։ Ըստ Գրիգոր Զոհրաբի, Սեբաստիայի նահանգում թեև հայ բնակչությունը կազմում էր 35%, սակայն հայ առևտրականները ներկայացնում էին բոլոր առևտրականների 85, արհեստավորների 70, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների 85%-ը։ Այստեղ գործող 37 դրամատներից 32-ը պատկանում էին հայերին։ Հայկական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ տնտեսական կարևորություն ներկայացնող քաղաքներում, ինչպիսին էին Տիգրանակերտը, Տրապիզոնը, Սասունը եւ այլն, հայերը կատարում էին առևտրական եւ արհեստավորական աշխատանքի 75%-ից ավելի։ Օսմանյան կայսրությունում հայերի տնտեսական վիճակի մասին հայկական աղբյուրների տեղեկությունները հաստատում են օտար հեղինակները։ Ամերիկացի դիվանագետ Գուտմանը հայտնել է, որ կայսրության ներմուծման 60, արտահանման 40 եւ ներքին առևտրի 80%-ը կատարվում էր հայ առևտրականների կողմից։ Յոհաննես Լեպսյուսի պատրաստած տեղեկագիրը հաղորդում է հետևյալ տվյալները։ Ներմուծվող առևտրի գլխավոր մասը գտնվում է հայերի ձեռքում։ Հայկական ամենամեծ առևտրական ընկերությունները իրենց մասնաճյուղերն ունեն Եվրոպայի արդյունաբերական ամենամեծ կենտրոններում։ 15 միլիոն օսմանյան ոսկի կարելի է գնահատել երկրի մեծ նավահանգիստներով ներմուծված ապրանքների արժեքը։ Այդ ներմուծումն ամենամեծ մասով գտնվում է հայ խոշոր առևտրականների ձեռքում։ Թուրքերն իրենք իսկ անուղղակի կերպով նպաստել են հայերի տնտեսական հզորացմանը, քանզի անտեսել են տնտեսական ասպարեզը։ Թուրքերի հիմնական զանգվածը մշտապես ձգտել է դառնալ պաշտոնյա կամ զինվորական եւ թողել է, որ ուրիշ ազգերը տկնեն եւ բարիքներ ստեղծեն իրենց համար։ Իր հիշողություններում գահընքեց արված Աբդուլ Համիդ II-ը խոստովանել է. բոլոր չարիքների արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար։ Օսմանցին սովոր է պարոն լինել եւ աշխատանքը ուրիշներին թողնել։ Նա ապրում է եւ զվարճանում։ Մեր երիտասարդները կարծում են, թե իրենք չեն կարող այլ բան դառնալ, քան սպա եւ պաշտոնյա։
Թուրք իշխանավորները որևէ լուրջ ջանք չեն գործադրել իրենց ազգակիցներին տգիտության կապանքներից ազատելու համար։ 20-րդ դարի սկզբին թուրք բնակչության 90%-ից ավելին անգրագետ էր։ Համատարած անգրագիտության մեջ չէր կարող զարգանալ առևտուրը, արհեստները, գիտությունը եւ տեխնիկան։ Այդ իսկ պատճառով եվրոպական տնտեսական զարգացման ազդեցությունների արձագանքում էին հայկական եւ հունական բուրժուազիան, հետո միայն թուրքական եւ մահմեդական մյուս ազգությունների առևտրատնտեսական վերնախավը։ Օսմանյան տնտեսության մեջ հայկականի եւ հունականի համեմատությամբ թուրք բուրժուազիան ացանցյալ վիճակում էր։ Այն շատ գետ էր մնում իր մրցակիցներից եւ ուժերի իրական հարաբերության մեջ նշանակալի տարր չէր կազմում։ Օսմանյան կառավարությունը թեև հալածում էր իր քրիստոնյա հպատակներին եւ մանավանդ հայերին, սակայն ի նպաստ իր շահերի օգտագործում էր նրանց կարողությունները եւ որոշ ազատություններ շնորհում։ Օսմանյան իշխանությունների համար որևէ վտանգ չէր ներկայացնում հայ անհատների տնտեսական գործունեությունը։ Հայերն ազատորեն կարող էին զբաղվել առևտրով, արհեստներով, պետության եւ նրա ղեկավար անձերի նյութական պահանջները գոհացնելով։ Իշխանությունները այդ գործունյա տարրերին հալածելու կարիքը չէին զգում, առավել ևս որ քրիստոնյա գյավորի ունեցվածքը պատկանում էր մահմեդականին։ Սա նվիրագործված սովորություն էր Օսմանյան երկրում։ Հայ մեծահարուստներից մնայուն աչքի ընկնող կարողություն քչերն են թողել, քանզի շատերի հարստությունը այս կամ այն պատրվակով բռնագրավվել է պետության կողմից։ 19-րդ դարի կեսերից Օսմանյան տնտեսության մեջ հայերի աստիճանական հզորացումը սկսեց առաջացնել իշխանությունների լուրջ մտահոգությունը, եւ նրանք տնտեսական տերոր սկսեցին հայերի եւ ընդհանրապես քրիստոնյա ողջ բնակչության հանդեպ, որի ընթացքում վերջիններս կորցրեցին մեծ քանակությամբ շարժական եւ անշարժ գույք եւ մշակելի հողերի հսկա տարածություններ։ Անօրինականությունների եւ կամայականությունների ալիքը հազիվ էր հանդարտվել, երբ ծայր առան 1894-96 թվականների հայկական կոտորածները, որոնք բերեցին նորավեր, թալան, մի շարք շրջանների առևտրական կապերի խզում, արտադրության նվազում եւ տնտեսական անկում։ Անգլիացի դիվանագետ Պիրսը Համիդյան կոտորածների դրդապատճառներից ամենակարևորը համարում էր այն հանգամանքը, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական կարևոր լծակները եւ տնտեսության զարգացման գործում հանդես էին գալիս առաջամարտիկների դերում։ 1894 թվականին Սասունի կոտորածից անմիջապես հետո Սուլթան Աբդուլ Համիդը Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Ռատոլնիի հետ հանդիպման ժամանակ ասել է հետևյալը. «Ես կնախընտրեմ մեռնել, քան թե թույլ կտամ, որ Հայաստանում բարենորոգումներ լինեն, որովհետև բարենորոգումների պարագայում հայերը հավասարության իրավունք կունենան եւ իրենց խելքով աշխատասիրությամբ այնքան առաջ կգնան, որ մենք թուրքերս հայերի հպատակը կդառնանք»։ 1894-96 թվականների հայկական կոտորածները ազդանշան եղան թուրք հաջորդ սերունդների համար։ 1908 թվականից հետո իշխանության եկած երիտթուրքերը գտնում էին, որ Սուլթան Աբդուլ Համիդը անկատար գործ է արել ողջ հայությանը չոչնչացնելով, քանի որ այդքան կորուստներ կրելուց հետո 30 տարի անց հայերը ոչ միայն վերագտել էին իրենց, այլև տնտեսապես հզորանալով սպառնալիք դարձել թուրքերի համար։ 1908 թվականի սահմանադրության հռչակումից շատ չանցած երիտթուրքական իշխանություններին պարզ դարձավ, որ սահմանադրության թերի եւ անկատար կիրառումից օգտվողները ոչ թուրք տարրերն էին, ովքեր սկսել էին նոր թափով զարգացնել իրենց տնտեսությունն ու ազգային մշակույթը։ Սահմանադրության հռչակումից հետո հայերը սկսեցին անմիջական մասնակցություն ունենալ նաև երկրի հասարակական քաղաքական կյանքին։ Լեզուների, եվրոպական մշակույթի, իրավաբանության, հռետորական արվեստի իմացությամբ Օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխանները իրենց գործունեությամբ առաջացնում էին թուրքերի նախանձն ու վախը։
Հայերի նկատմամբ թուրքերի վախը եւ ատելությունը շեշտվեց 1912-ից 1913 թվականներին Բալկանյան պատերազմում կայսրության պարտությունից եւ հայկական բարենորոգումների հարցի բարձրացումից հետո։ Բարենորոգումների համար հայերի պայքարը երիտթուրքական կուսակցության պարագլուխներից մեկի դոկտոր Նազիմի կարծիքով դառնալու էր հայոց անկախության սկզբնավորումը, իսկ արևելյան նահանգների վրա հայկական պետության կազմավորումը նա համարում էր հուրանական ծրագրի տապանակարը։ Դրա վկայությունը ըստ Նազիմի այն էր, որ 1908 թվականի սահմանադրության հռչակումից հետո հայերը բռնել են ազգային մշակութային տնտեսական անօրինակ վերելքի ճամփար։ Հայոց պետության կազմավորմամբ թուրքերը ոչ միայն հրաժարվելու էին թուրք ցեղերի միավորման գաղափարից, այլև թուրքական պետությունը սահմանափակվելու էր Գոնիայի սելջուկ սուլթանների նեղ հողատարածքների վրա։ Սրա մեջ Նազիմը տեսնում էր թրքության մահացման սկիզբը։ Նա նաև գտնում էր, որ հայերի վերացումով հայկական հարցին վերջ դնելուց զատ թուրքերը կազատվեն նրանց տնտեսական մրցակցությունից եւ գործունեության լայն ասպարեզ կստանան, իսկ հայերի հարստությանը տեր կդառնան Օսմանյան պետությունն ու թուրքերը։ Երիտթուրքերի մեկ այլ պարագլուխ Ջավիդ Բեյը հայտնում էր այն տեսակետը, որ մինչև վերջին մարտը հայերի բնաջնջումը որչափ որ անհրաժեշտ է իրենց ազգային քաղաքականության, նույնպես եւ կարեւոր է երկրում թուրքերի տնտեսական իշխանությունը հիմնելու համար։ Ըստ հայ եւ օտար շատ պատմաբանների եւ քաղաքագետների, ի սկզբանե ազգայնական երիտթուրքերը ավելի մոլեռան դարձան ոչ միայն արտաքին դրդապատճառների, այլ նախ եւ առաջ ներքին տնտեսական այն մրցակցության հետևանքով, որ թուրքերը տանուլ էին տվել։ Երիտթուրքական իշխանությունները խիստ մտահոգված էին, որ հայերի տնտեսական այս հզորացումը անպայման հիմք է դառնալու նրանց վաղվա քաղաքական հաղթանակների համար։ Աստիճանաբար թուրք իշխանությունների մոտ ուժեղանում էր այն մտայնությունը, որ վաղ թե ուշ երեկվա հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանությանը, ինչպես դա արել է տնտեսության ասպարեզում։ Թուրքերը երկրում չունեին այլ առավելություն, քան իրենց ձեռքում կենտրոնացած զորքը եւ պետական կառավարման մյուս լծակները, որոնց վրա հենվելով նրանք ձեռնամուխ եղան իրենց գոյությանը, ներկային, ապագային եւ իդեալներին վտանգ ու խոչընդոտ ներկայացնող հայությանը, Հայաստանը եւ հայկական հարցը հրապարակից վերացնելու գործին։ Բազմաթիվ են երիտթուրքական կառավարության հրամանները, հրահանգները, շրջաբերականները հայերի լքված գույքերի հաշվառման, յուրացման եւ բաժանման մասին։ Դրանցից բացի գոյություն ունեին լքյալ գույքերի կանոնադրությունները, որոնք նպատակ ունեին կանոնավորել հայերի անշարժ եւ շարժական գույքի յուրացումն ու կողոպուտը։ Տեղահանության ժամանակ միայն ի հայտ եկավ Կարնո հայության նյութական հարստության չափը, որը զարմանք պատճառեց ամենքին։ Այդ հարստության մի փոքր մասը եթե ծախսվեր ինքնապաշտպանության գործի համար, ապա թերևս կարող էր փոխել բարձր հայքի եւ շրջակա գավառների հայության ճակատագիրը։ Բռնագաղթը դուրս թափեց հայերի հարստությունը։ Տասնյակ հազարավոր թալանով պարկեր լցվեցին Կարնո Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամերիկյան հաստատությունները, թուրքերի տներն ու վաճառատները։ Այսպես թալանվեց 66 քաղաքների եւ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ 500,000 հայ ընտանիքների սեփականությունը, որը շատերի դարավոր քրտինքի արդյունքն ու խնայողությունն էր, կողոպտվեց ու յուրացվեց։ Հայերի տեղահանությունից եւ կոտորածներից հետո Օսմանյան կայսրության տնտեսությունը հայտնվեց աղետալի վիճակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հալեպի հյուպատոս Ջես Ջեքսոնը դեսպան Հենրի Մորգենթաուին ներկայացրած իր 1915 թվականի օգոստոսի 3-ի զեկուցագրում տեղեկացնում էր հետևյալը. Քանի որ ներքին շրջաններում առևտրի 90% հայերի ձեռքում էր, երկիրը հայտնվեց ավիրման եզրին։ Տեղահանված շրջաններում չի մնա ոչ մի կաշեգործ, ձուլորդ, դարբին, կարպետագործ, բրուտ, դերձակ, կոշկակար, ոսկերիչ, դեղագործ, բժիշկ, իրավաբան կամ որևէ այլ մասնագետ կամ արհեստավոր,
Բացի մի քանի բացառություններից, երկիրը փաստորեն կհայտնվի անօգնական վիճակում։ Նմանօրինակ մի տեղեկություն էր հաղորդում Խարբերդում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Լեսլի Դեվիսի դեսպան Հենրի Մորգենտաուին 1915 թվականի հունիսի 30-ին ներկայացրած զեկուցագրում։ Առևտրի եւ արդյունաբերության տեսակետից հայերի աքսորի հետևանքը այն կլինի, որ նահանգը հետ միջնադար կվերադառնա։ Պաշտոնական վիճակագրությամբ վաճառականության եւ առևտրական գործարքների 90%-ը իրականանում են այն դրամատների միջոցով, որոնք պատկանում են հայերին։ Բոլոր գործարքները կխափանվեն ու վերականգնելու ոչ մի հնարավորություն չի լինի։ Բազմաթիվ բնակավարներում ոչ մասնագետ, ոչ էլ նույնիսկ բանվոր կգտնվի։ Եթե որոշ արհեստավորների նկատմամբ բացառություն չարվի, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես պետք է ապրեն այն թուրքերը, ովքեր այս կամ այն չափով վարժվել են քաղաքակրթությանը։ Հալեպում Միացյալ Նահանգների հյուպատոս Ջես Ջեքսոնը իր երկրի պետքարտուղարին 1918 թվականի մարտի 4-ի զեկուցագրում հայտնում էր, որ Ուրֆայի հայ բնակչության ոչնչացումից մի քանի ամիս անց քաղաքի մահմեդական բնակչությունը, տեսնելով որ չունեն հացթուղ, դեղագործ, մանածագործ եւ այլ արհեստավորներ ու առևտրականներ, 1916 թվականի դեկտեմբերին իշխանություններին ներկայացրին խնդրագիր, որպեսզի տեղահանված հայ առևտրականներ եւ արհեստավորներ բնակեցնեն Ուրֆայում։ Այս խնդրագրին ի պատասխան իշխանությունները տարագրության ճանապարհը բռնած 2500 տարբեր մասնագիտությունների տեր հայերի իրենց ընտանիքներով բնակեցրին Ուրֆայում քաղաքի տնտեսությունը կազմալուծումից փրկելու եւ անօգնական վիճակից դուրս գալու համար։ Հայերի բնաջնջումով կտրուկ նվազեց երկրի շինարար տարրը։ Առևտուրը, արհեստագործությունը, արդյունաբերությունը զգալի անկում ապրեց։ Սակայն թուրքերի համար դրանք անցողիկ եւ ժամանակավոր խնդիրներ էին։ Փոխարենը պետական բյուջեն հակառակ պատերազմական ծանր պայմանների հետևյալ աննախադեպ աճն արձանագրեց։ 1913-1914 տարեշրջանում շուրջ 35 միլիոն օսմանյան ոսկի, 1915-1916 թվականներ 38 միլիոն, իսկ 1917-1918 թվականներին այն հասավ 85 միլիոնի։ Դժվար չէր կռահել, որ պետական գանձանակը լցվեց հայերի ինչքերի եւ կալվածքների թալանի հաշվին։ Եվրոպական երկրների դիվանագետների եւ հետախուզությունների տեղեկությունների համաձայն կայսրությունն իր անկախությանը սպառնացող արտաքին պարտքերը մարել է օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդների հաշվին։ Հայոց դարերի քրտինքով եւ տքնությամբ ստեղծված ունեցվածքի յուրացումով թուրքերը հետագայում ստեղծեցին իրենց ազգային բուրժուազիան եւ կարողացան ամբողջապես թրքացնել երկրի տնտեսությունը։ Հազարամյակների պատմության ընթացքում ստեղծված նյութական, մշակութային եւ հոգեվոր արժեքների չքացումը հնարավոր չէ վերածել թվերի, ձևակերպել բառերով, ամփոփել հաշվեցուցակների մեջ։ Սակայն հակառակ այդ ամենի 1919 թվականին ազգային միացյալ պատվիրակության նախաձեռնությամբ օտարերկրյա մասնագետներից կազմվեց հատուկ հանձնաժողով Օսմանյան կայսրությունում մեծ եղեռնի հետևանքով հայերի կրած նյութական վնասի գնահատման համար։ Փարիզի խաղաղության վեհաժողովին ազգային պատվիրակության ներկայացրած պահանջների ծրագիրը բավականին հեռու էր իրականությունից։ Ներկայացված հաշվեկշիռը հազիվ թե կարողանար հասնել իրական կորուստների մոտավոր սահմանին անգամ, քանզի դրանց մեծությունը անչափելի էր։ Կողոպտվել եւ յուրացվել է 2.650.000 հայերի գույքերն ու կալվածքները, որոնց ընդհանուր գումարը 1919 թվականի համարժեքով կազմում էր շուրջ 15 միլիարդ ֆրանկ։ Տեղեկագիրը տալիս է հայերի կրած կորուստների ոչ ամբողջական ցանկը։ Այս հաշվեցուցակում չի ներկայացված Օսմանյան կայսրության տարբեր դրամատներում եւ ապահովագրական ընկերություններում պահվող հայերի այն գումարները, որոնք յուրացվեցին երիտթուրքական կառավարության կողմից։
Այս տեղեկագրում չի ներկայացված նաև օտար ապահովագրական ընկերություններին հայերի ոսկեդրամով վճարված գումարները։ Ամերիկյան, անգլիական, ավստրիական, ռուսական, ֆրանսիական, անգլիական այս ընկերություններին մնացին հայերի ապահովագրական մասնավճարները։ Այդ ապահովագրություններից 10,000-ից միայն մեկը իբրև ժառանգորդ կարողացել է ստանալ իր ապահովագինը։ Իսկ մնացած հազարավորների ապահովագրությունները չեն վճարվել, քանզի թե ապահովագրված անձիկ եւ թե նրանց ժառանգները սպանվել էին, իսկ փաստաթղթերը կորել կամ ոչնչացվել։ Ոսկեդրամով մասնավճարները նույնպես մնացին օտար այդ ապահովագրական ընկերություններին։ Այդ տեղեկագրում ամբողջական չէ հաշվարկը ազգային սեփականության կորստի։ 83 առաջնորդարանների, 1860 հայկական եկեղեցիների եւ մատուռների, 451 վանքերի, շուրջ 2000 վարժարանների, դպրեվանքների եւ որբանոցների ողջ ունեցվածքը իրենց կալվածքներով, կախկարասիով, կրոնական հնություններով, մասունքներով, ձեռագիր մագաղաթներով եւ մատենագրական հսկա հարստությամբ, որոնք թալանվեցին, ավիրվեցին, հրկիզվեցին, ոչնչացվեցին եւ անեացան։ Թերևս դժվար եւ նույնիսկ անհնար է պատկերացնել հայկական քաղաքակրթությանը վերաբերող գրեթե անհաշիվ հարստության կորստի մեծությունը։ Անհնարին է տալ հայկական վանքերում եւ եկեղեցիներում դարերով կուտակված եւ պահված հայկական մշակութային գանձերի կորստի քանակը, որոշել դրանց գիտական, պատմական եւ գեղարվեստական արժեքը։ Մասնավորապես հայկական ձեռագրերի կորուստը խոշոր հարված էր ոչ միայն հայ, այլ համաշխարհային մշակույթին եւ գիտությանը, եւ անդառնալի կորուստ մարդկության եւ համաշխարհային քաղաքակրթության համար։ Հայությունը կորցրեց նաեւ իր պատմական հայրենիքը, որը հնարավոր չէ եւ չի կարող նյութական ոչ մի արժեքով փոխարինվել։